Յուրաքանչյուր գործի մեջ ամենակարևորն է ինչ նպատակով ես դու դա անում, ինչ սրտով ես եւ ինչ հոգով ես դու անում։ Ինչ նպատակով ես գալիս եկեղեցի աղոթելու, թե ուղղակի ժամանակ անցկացնելու կամ դուրսը կանգնելու կամ հետո ընկերներին տեսնելու, ես չեմ ասում որ դրա մեջ վատ բան կա ինչ-որ։ Ուղղակի ամեն մի բանը ունի իր նշանակությունը եւ ամեն մի բանից է գալիս ամեն մի նպատակից է գալիս, թե որքանով ես դու հասնում քո ուզածին եւ ամենակարևորը եկեղեցի գալու մեջ էլ որքանով ես ավելի շատ կարողանում ստանալ հոգեվոր սնունդ։ Եվ այդպես էլ ամբողջ մեր կյանքի մեջ մենք կարող ենք տեսնել, թե ինչքան մեծ նշանակություն ունի, թե ինչ նպատակով, ինչ մտքով եւ ինչ հոգով ես դու անում քո գործը։ Եվ եթե մեր համար դա մեծ նշանակություն ունի, ապա որքան ավելի մեծ նշանակություն ունի դա Աստծո համար եւ որքան ավելի շատ է Աստված տեսնում։ Չէ՞, մեծ հայրերից մեկը ասում է, եթե մենք տեսնում ենք մեկս մյուսին, ապա Աստված տեսնում է մեր հոգիները։ Եվ այդպես է նաեւ մեր ընդհանուր կյանքի մեջ, որ պետք է հասկանանք, թե բուն իմաստը եւ բուն նպատակը որն է։ Այդպես է ամեն մի գործ, ամեն մի քայլ եւ ամեն մի խոսք, որ մենք անում ենք, ասում ենք կամ գործում ենք։ Պետք է ամեն ինչը ունենա իր ճիշտ նպատակը, իր մաքուր նպատակը, իր ուղիղ նպատակը, որպեսզի այն ընդունելի լինի նաեւ Աստծո համար։ Այդպիսի մի խոսք կա, չէ՞, ասում են, մինչև խոսքը քո բերանում է, նա քո ծառան է։ Իսկ երբ որ խոսքը բերանիցը դուրս եկավ, արդեն դու ես դառնում քո խոսքի ծառան։ Այդպես է նաև մեր կյանքը։ Մենք պետք է մինչև նախքան մի բան անելը, որպես քրիստոնյաներ, պետք է մտածենք, թե հետո սրատակից իրոք դուրս ենք գալու, կա բարի նպատակ սրա մեջ։ Կարող ենք ասել, որ սրա համար ենք արել, որպեսզի ինչ-որ մեկին լավություն անենք, թե չենք կարողանա ասել։ Սա է բուն իմաստը մարդկային կյանքի եւ սա է բուն հարաբերությունը մարդ եւ Աստծո միջեւ։ Մենք շատ անգամ ասում ենք աղոթք։ Աղոթքը խոսակցությունն է մարդու եւ Աստծո միջեւ։ Եվ այդ խոսակցությունից է սկսվում նաեւ հետո հարաբերությունը։ Իսկ հարաբերությունը դա արդեն մեր գործողություններն են։ Իսկ մեր գործողությունները դա մեր ամենօրյա կյանքն է։ Թե այսօր, որ դուք հիմա այստեղից դուրս կգնաք, կամ նույնիսկ այստեղ կանգնած եք, թե երեկվա ձեր արածը եւ թե այն ինչ որ դուք վաղը կանեք։ Լինի տանը, լինի ընկերների հետ, լինի ձեր գործի տեղում կամ լինի ինչ-որ մի այլ հանգստյան վայրում։ Այնպես որ եկեք ամեն մեկս գիտակցելով մոտենանք մեր յուրաքանչյուր արարքին, գիտակցելով մոտենանք յուրաքանչյուր մեր Աստված խոսքին եւ ըստ այդմ կարողանանք մեր կյանքը մաքրել այն դժվարություններից, որոնք վաղը մյուս օրը մեզ կանգնեցնեն հաստի առջև Աստծո առաջ։ Օրհնյալ եղերու, շնորհացրու քո օգույն, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ եւ ընդհանրեսյանս ամեն։